Գլխավոր շտաբի պետի հետ անակնկալայցով եղանք նշված բանակային դիրքում, բոլոր գրառման մեջ տեղ գտած բոլոր դիտարկումները տեղում ուսումնասիրվեցին, դրանց մի մասը չէին համապատասխանում իրականությանը, այդուհանդերձ նշում ենք, որ կան նաև թերություններ որոշակի բնույթի, որոնք դիրքի կահավորման, խրամատների բարելավման, նաև պետք է հաշվի առնել, որ այս դիրքը գտնվում է 2000 մետր եւ ավելի բարձրության վրա, այստեղ նաև այս տարի եղել է շատ լուրջ սառը ձմեռ, որը կարելի ասած մեր 2.5 ամիս առաջ է, որ ձմեռը հետ է քաշվել, եւ ինժեներական կահավորման աշխատանքները միանշանակ պլանավորված են ու իրականացվելու են։ Կան թերություններ, որոնք իրականությանը համապատասխանում են։ Զինամթերքի մասով, որ գրված է, ներկայացել են 7.62 մմ ինքնաձիգերով եւ այստեղ միայն 5.45 մմ է, դա իրականության չի համապատասխանում, որովհետեւ փամփուշտի պաշարները ես անձամբ ուսումնասիրել եմ եւ կա 5.45 մմ եւ 7.62 մմ, իսկ ինչ վերաբերում է նռնականետի RPG 7-ի, ZN7-ի նռնակներին եւ նաեւ խոշոր դրամաչափի գնդացիրների փամփուշտներին, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք, որովհետեւ հերթափոխից հերթափոխ անձնակազմի նշանակման ժամանակ նաեւ լինում են, որ դիրքը ուժեղացվում է խոշոր դրամաչափի գնդացիրով, նաեւ լինում են ZN7 նռնականետը, դրա համար դրանք մշտապես ունենալ պետք է։